ինձ համար մի քիչ անսպասելի անգամ։ Աստորեն պարզվում է իսկապես խնդիրը մենեջմենտի ձախողումների մեջ է։ Օրինակի համար պարզվում է եւ պարոն Այվազյանը կարելի է արտագիտություն արտահայտել, որ պարզվում է պատմակարանը կանգնեցնում է սխալ ժամանակին եւ բերում է այս կորուստների։ Սա ինչ է։ Սա սովորական մենեջմենտի ձախողում է։ Եվ այդ հարցը կարելի է ինձ թվում է վաղուց կարգավորել եւ մեծ ֆայն պետք չի ճիշտ որոշումներ ընդունելու համար, բազմիցս այդ որոշումները բերում են միլիարդավոր դրամների կորուստների, բայց չգիտես ինչու, այդ կորուստների ամբողջ բեռը տեղափոխվում է սպառողի ուսերի վրա։ Մենեջմենտը սխալվի, մենեջմենտը որի կոռուպցիայի մեջ, կոռուպցիայի մասին խոսեցին, ակնարկեր տվեցին, ես սա զարմացած եմ ճիշտ ասած, այսօր հանրապետական մեծամասնությունը ամենամեծ քննադատությունը անսպասել է, նույնիսկ մի քիչ շատ, կոռուպցիոն է, բացահայտումները, Հերմինե Նաղդալյանի, Վարդան Այվազյանի, չգիտեմ, սա փայլուն բան է, փայլուն, ուղղակի մի հարց է ծագում, գիտեք, այս տպավորությունը, ոսը դուք քննադատում եք կարգավորող հանձնաժողովին, դուք եք մեղավոր այդ ամեն ինչին, դուք եք ստեղծել այդ օրենսդրությունը, դուք եք տվել կարգավորող հանձնաժողովին այնպիսի լիազորություններ, որ իրականորեն նա ոչ մի կերպ չի կարող մտնել այդ խնդիրների մեջ։ Հերմինե Նաղդալյանը ասում է, այդ մենեջմենտի մեջ ինչի չեք մտնում, էկոնոմիկայի մեջ ինչի չեք մտնում, այս բաների մեջ չեք մտնում, որովհետև ձեր տրված լիազորությունները իրավունք չունի եք մտնել այդ բաների մեջ։ Դուք եք գիտեք դրա մասին, հիմա հանձնաժողով եք առաջարկում ստեղծել այդ հարցերը կարգավորել նպատակով, փայլուն է, միանգամից ընդունում ենք, միանգամից ասում ենք եկեք այդ հարցերը կարգավորել, բայց եկեք պայմանենք մի բան, եկեք հիմա այդ բեռը չդնենք, դուք եք ընդունել, արդեն բոլորը ընդունեցիք, որ սա կոռուպցիայի, վատ միջավայրի, չգիտեմ, վատ մենեջմենտի հետևանքներ են, բայց եք այդ բեռը դնում ժողովրդի, եկեք այսօր խնդրենք մեր կարգավորող հանձնաժողովին մերժել այդ բանը, այդ հայտա ինչա, մերժել, գինը չփոխել, թող բոլոր սուբյեկտները, ովքեր մեղավոր են այս ամեն ինչի համար, կրեն դրա հետևանքները, պետք է սնանկանան, ինչ է եղել, ինչից ենք վախում, եթե չեք վախում, այդ քայլն արեք, դուք եք ընդունում, հիմա խոսեցին դրա մասին, որ այս ռիսկերից շատերը ուղղակի տենց ցնցումային ռիսկներ են կապված ավտովթարների, սովորական ավտովթարների, ոչ թե ինչ-որ երկրաշարժների հետ, վարկերի կառավարման հետ եւ այլն եւ այլն։ Եվ խոսեցին դրա մասին, որ եթե լինի այդ կառավարության ստաբիլիզացիոն ֆոնդ, որը դա ցածր տոկոսերով վարկեր, մենք կարողանանք սահուն ստաբիլ պահել գները։ Պարոն Նազարյանն ընդունեց, որ դա լավ գաղափար է, թող եթե պետք է անենք։ Փողի դերներ ցույց տալու։ Պարզվում է 31 դեկտեմբերի 2013 թվականի կառավարությունը ունեցել է իտրամանության տակ 189 միլիարդ դրամ, որից 145 միլիարդ դրամը դրված է կենտրոնական բանկի դեպոզիտում եւ կենտրոնական բանկի կողմից կառավարվում է որպես ակտիվ։ Այդ փողից վերցրեք, ստեղծեք ստաբիլիզացիոն ֆոնդ։ Ինչ է եղել 20 միլիարդի հարցեր, արեք, վարկավորեք, ժամկետները ճշտեք, վարկավորման, երկար փողերը առանձնացրեք, ստեղծեք այդ ստաբիլիզացիոն ֆոնդը եւ ես խնդրում եմ ինձ չընկալեք։ Այո, որ զարմանալու հատկությունները եք զարմանալ, այլ լավ չի աշխատում։ Ես զարմանայի, որ դուք ճիշտ ժամանակին ավարտեիք։ Ձեր տայմերն լավ չի աշխատում։ Իմ տայմերը չի, արդեն iPhone-ի տայմերի մասին պետք է խոսենք, պարոն Զորայրյան, ես իմը չի ասենք, ես պարոն ձեր եմ բերել։ Կարող եմ տալ դուք պայեք այդ ժամանակը։